Համայնքներում առկա խնդիրները երբեմն տեսանելի են բոլորին, սակայն դրանց համակարգված վերլուծությունն ու առաջնահերթությունների հստակ սահմանումը հաճախ բացակայում է։ Այս նպատակով Տավուշի մարզում քաղաքացիական երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատաժողով, որը համախմբել էր մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչների։ Միավորված ազգերի կազմակերպության 1325 բանաձևը նոր իրականություն չէ Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջին ծրագիրը ադապտացրել է 2019 թվականին, բայց չնայած արդեն 25 տարվա պատմությանը համայնքների մեծամասնության համար դեռևս այս փաստաթուղթը ահագին անծանոթ է։ Միջոցառումը, որ իրականացվում է քաղաքացիական երիտասարդական կենտրոնը, նպատակ ունի Տավուշի մարզի համայնքներին ավելի մոտ բերելու այս բանաձևին, իրազեկվածության բարձրացության, գիտելիքի տրամադրման միջոցով, ինչպես նաև համատեղ քննարկումների միջոցով դուրս բերել այն առաջնահերթությունները, որոնք առկա են համայնքներում, անվտանգային համակարգերը, կառուցակարգերը ավելի ամրապնդելու։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին առաքելության մանդատը և գործունեության հիմնական ուղղությունները։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները յուրաքանչյուրն իր համայնքի օրինակով իրականացրին խնդիրների քարտեզագրում, առանձնացնելով սոցիալական, ենթակառուցվածքային և հատկապես անվտանգության ու խաղաղաշինական ոլորտներում առկա մարտահրավերները։ Խմբային քննարկումների արդյունքում սահմանվեցին առաջնահերթությունները և վերհանվեցին այն խնդիրները, որոնք համայնքներում պահանջում են հրատապ լուծում։ Ընդհանրապես մարզերում կանանց դերակատարության հետ կապված նման միջոցառումներ նպաստում են, որպեսզի կանայք եւ աղջիկները անվտանգության պաշտպանության, նաև նրանց հետ կապված ցանկացած խնդիր ունենան մասնակցություն։ Այսինքն նման հանդիպումները նպաստում են նոր գաղափարների, նոր լուծումների առաջ գալուն, որը ապահովում է նրանց մասնակցությունը ժողովրդավարական զարգացումներում եւ ընդհանրապես անվտանգության կառուցակարգերի ձևավորմանը, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը։ Քննարկումների մասնակիցները կարևորեցին նաև կանանց ներգրավվածությունը անվտանգային գործընթացներում, ընդգծելով, որ համայնքային զարգացման և կայունության ապահովման գործում նրանց մասնակցությունը պետք է լինի հետևողական և համակարգված։ Տեղական խնդիրների լուծումը սկսվում է հենց համայնքներից, մարդկանց ակտիվ մասնակցությունից, պատասխանատվության զգացումից և համատեղ աշխատանքի պատրաստակամությունից։